Այժմ ես ուզում եմ անցնել երկու այլ առակների, որոնք երկու խնջույքների առակներ են, որոնց մասին ես ուզում եմ խոսել։ Հաջորդը Մատթեոսի հաջորդ գլխում է։ Ես պետք է այստեղ հայտարարություն անեմ ելնելով հունարենի իմ գիտելիքներից։ Ամեն ոք, ով ասում է, որ գիտի այն ամենը, ինչ պետք է իմանալ հունարենի վերաբերյալ, անլուրջ է ինքն իր հանդեպ, քանի որ ոչ ոք բավարար չգիտի, բայց ես հունարեն սովորել եմ 10 տարեկանից և սովորել եմ այն 15 տարի և որակավորվել եմ այն դասավանդելու համալսարանական մակարդակում։ Դա չի նշանակում, որ ես անկարող եմ սխալվել, բայց դա նշանակում է, որ ես իրավունք ունեմ իմ կարծիքն ունենալ։ Այսպիսով սա այն ամենն է, ինչ ես ասում եմ։ Եվ այն, ինչ ես պատրաստվում եմ ձեզ ասել, այն է, որ կան երկու խնջույքներ, մեկը Մատթեոսում, մյուսը Ղուկասում, և գրեթե բոլոր թարգմանությունները կամ մեկ բացառություն չեմ հիշում, թե որն է, երկուսն էլ ընթրիք են անվանում, բայց դա սխալ է։ Մատթեոսի խնջույքը ընթրիք չէր, այն նախաճաշ էր։ Ղուկասի խնջույքը ընթրիք էր։ Յուրաքանչյուր ոք, ով այստեղ հունարեն գիտի կիմանա, որ առաջին բառը արիստն է, որը նախաճաշ է, որը մինչ այսօր գործածվում է ժամանակակից հունարենում, երկրորդ բառը դիկոնն է, որը ընթրիք է, և սրա իմաստն այն է, որ առաջինը օրվա սկզբում էր, երկրորդը օրվա վերջում։ Դուք հասկանում եք, եթե դուք բաց թողնեք սա, ապա դուք չեք հասկանա այս երկու առակների ամբողջական իմաստը։ Այժմ մենք պատրաստվում ենք կարդալ Մատթեոսի 22-ի 1-ից 14 հատվածները։ Ես ուղղակի առաջ կգնամ և կասեմ, որ հավատում եմ, որ այս առակը իրականացվել է հրեա ազգի պարագայում, քանի որ նրանք այն ժողովուրդն էին, ովքեր ունեին բոլոր արտոնությունները։ Նրանք այն մարդիկ էին, ովքեր ստացել էին հրավերը, թույլ տվեք կարդալ և հետո մեկնաբանել այն։ Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայց նրանք չկամեցան գալ։ Նրանք հրավիրված էին, նրանց անունը կար հյուրերի ցուցակում, բայց նրանք չցանկացան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաների ուղարկեց և ասաց. հրավիրյալներին ասեք, ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտանասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է, եկեք հարսանիքի։ Իսկ նրանք անտեսելով հեռացան, մեկը իր արտը, մյուսը իր առևտրին, իսկ մնացածները նրա ծառաներին բռնեցին, վիրավորեցին ու սպանեցին։ Չորրորդ խոսքում ասվում է, ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, բայց սա նախաճաշ է։ Ինչ է դա, դա օրվա առաջին կերակուրն է, դա կարող է լինել ամեն ինչ մինչև կեսօր։ Երբ թագավորը լսեց, իսկ թագավորն Աստված է, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտրեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը։ Սա պատմական իրագործում ունի։ Այն իրականացավ մեր թվարկության 70 թվականին, երբ Աստված արձակեց Հռոմի զորքերը Երուսաղեմի և հրեա ժողովրդի դեմ։ Նրանք գրավեցին ու ավերեցին Երուսաղեմը, քարուքան դարեցին ու այրեցին տաճարը։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանք մերժել էին հրավերը։ Հարսանիքը պլանավորված էր։ Հարսանիքը նախատեսված էր, բայց պետք է հետաձգվեր, քանի որ հյուրերը չէին եկել։ Այսպիսով, այստեղ մենք հարսանիք ունենք, որը նախատեսված էր օրվա սկզբին, և այն չկայացավ։ Այժմ մենք պետք է շարունակենք կարդալ Աստվածաշնչում, որպեսզի պարզենք, թե երբ է դա տեղի ունենում։ Հրաժարված հյուրերի ոչնչացումից հետո։ Սիրելի եղբայրներ և քույրեր, թույլ տվեք ասել, որ սարսափելի բան է մերժել Աստծո հրավերը։ Դա վիրավորանք է։ Շատ ու շատ տարիներ առաջ հայրս բրիտանական բանակի սպա էր Հնդկաստանում, այն օրերին, երբ Հնդկաստանը փոխարքա ուներ։
Դուք հավանաբար գոնե պատմականորեն կարող եք դա հիշել։ And some British officer Եվ որոշ բրիտանացի սպաներ հրավիրվել էին հանդիպելու փոխարքային, meet the viceroy, which was որը թագավորի ներկայացուցիչն էր։ and he received an invitation which Նա հրավեր ստացավ, որում ասվում էր փոխարքայի քարտուղարից. I have been Ինձ հրամայված է հրավիրել ձեզ գալ։ and he wrote back. Եվ նա պատասխան գրեց եւ ասաց շնորհակալություն, բայց ես չեմ գալիս։ He got into terrible Նա սարսափելի անախորժությունների մեջ ընկավ այն մերժելու պատճառով, ուստի ասաց, որ ես հավանաբար սխալ եմ կարդացել հրավերը։ Ես մտածեցի, որ քարտուղարն է ինձ հրամայում, բայց եթե դուք փորձանքի մեջ եք ընկնում փոխարքայի հրավերը մերժելու պատճառով, մտածեք, թե ինչ է նշանակում, երբ դուք մերժում եք Աստծո հրավերը։ is God's invitation. Ինչպես կարող եք ավելի շատ վիրավորել Աստծուն, քան մերժելով նրա հրավերը։ All right, now the Շատ king լավ։ said, Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին։ Հարդ գնացեք ճանապարհների խաչմերուկներ եւ ում գտնեք հարսանիքի հրավիրեք։ to the wedding. Եվ ծառաները ելան դեպի ճանապարհները եւ ում գտան բոլորին հավաքեցին, եւ չարերին եւ բարիներին, And good. եւ հարսանիքը լցվեց հրավիրյալներով։ Filled with guests. You see, when the Jewish people refused, Տեսեք, երբ հրյա ժողովուրդը մերժեց, Հիսուսն ասաց իր աշակերտներին. գնացեք ամբողջ աշխարհը and make եւ ազգերին կամ հեթանոսներին աշակերտներ դարձրեք։ Gentiles. So this is the point at which the invitation Այսպիսով սա այն կետն է, երբ հրավերը, որը մերժվել էր առաջին հյուրերի կողմից, ուղղվեց մի շարք այլ հյուրերի, որոնք հեռու էին, Աստծո հետ չունեին արտոնյալ հարաբերություններ։ relationship in God's land. So those servants went out into the highway. Ուստի ծառաները դուրս ելան ճանապարհները եւ հավաքեցին բոլոր նրանց, ում գտան։ Նկատեք եւ չարերին եւ բարիներին։ That the bad are put Ինձ հետաքրքրում է, որ չարը դրվել է բարուց առաջ։ to accept the invitation. Ոչ բոլոր մարդիկ, ովքեր ընդունում են հրավերը, բարի մարդիկ են։ Դուք գիտեիք դա։ Ինչպես իմանամ դա։ And I wasn't a good. Ես այն ընդունեցի եւ ոչ մի կերպ բարի եւ լավ մարդ չէի։ Generally speaking, the bad Իսկ ընդհանուր առմամբ չարերը բարիներից առաջ ընդունեցին հրավերը, դուք դա գիտեիք։ Երբ ավետարանը քարոզվում է, չար մարդիկ են առաջինը արձագանքում։ Jesus said that Հիսուսն ասաց, որ պոռնիկները եւ հարկահավաքները մտնում են Աստծո արքայություն կրոնավորներից առաջ։ you know why the religious Գիտեք, թե ինչու են կրոնավորները դժվարությամբ ընդունում, քանի որ նրանք կարծում են, որ արդեն բավական լավն են։ problem is being Նրանց խնդիրն էլ լավ կամ բարի լինելն է։ Ինչևէ, բոլորն էլ հրավիրված էին, չարերն ու բարիները։ Խոսք 11-րդ։ king came in Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել։ to understand Հիմա դուք պետք է հասկանաք, որ այդ ժամանակվա մշակույթի մեջ, երբ քեզ հրավիրում էին հարսանիքի, քեզ հրավիրած մարդը քեզ համապատասխան հագուստ էր տրամադրում հարսանիքին հագնելու համար։ wedding. You didn't Դուք ստիպված չէիք այն ձեռք բերել ձեր սեփական գումարի հաշվին։ Դա նրա հյուրընկալության մի մասն էր։ Այսպիսով այն մարդը, ով հագուստ չուներ, դա նրանից չէր, որ նա բավարար գումար չուներ։ Որն էր նրա խնդիրը։ Ասեմ ձեզ, նա ենթադրում էր, որ նա կարող էր ներս մտնել առանց համապատասխան հագուստի, եւ արդյունքում ինչ պատահեց։ what happened? Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել։ Նրան ասաց. «Ընկեր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպես այստեղ մտար»։ Նա պապանձվեց։ He was speechless. Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապեք դրա ոտքերն ու ձեռքերը, վերցրեք դրան եւ գցեք դուրսը խավարի մեջ, այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց, որովհետեւ կանչվածները շատ են, իսկ ընտրյալները քիչ»։ But few are chosen. Սա այն մարդու վերջն է, ով ենթադրում էր, որ կարող էր ներս մտնել առանց հարսանեկան հագուստի։ Wedding garment. He ended up Նա ի վերջո ընդմիշտ արտաքսվեց եւ հայտնվեց կորսված վիճակում, արտաքին խավարի մեջ։ under darkness. Վտանգավոր է ենթադրել, թե դուք Աստծո հետ հարաբերություններ ունեք, որոնք սակայն չունեք։ Now the wedding garment Այժմ հարսանեկան զգեստը ներկայացնում է փրկությունը Հիսուս Քրիստոսի անդեպ հավատքի եւ նրա արդարությամբ հագնվելու միջոցով, is righteousness. ոչ թե ձեր արդարությամբ։ In Isaiah 61 verse 10, Եսայի 61-10-ում ասվում է.
Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով, որովհետև նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով ծածկեց ինձ։ Սա հարսանեկան զգեստ է, այն փրկության հագուստ է, և երբ փրկության հագուստ եք ստանում, դուք նաև արդարության պատմուճան եք ստանում։ Ոչ թե ձեր սեփական արդարությունը, այլ Աստծու արդարությունը, որը վերագրվում է ձեզ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի միջոցով։ Պողոսը 2 Կորինթացիներին 5:21-ում ասում է, որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք։ Ոչ թե մեր սեփական արդարությունը, ոչ էլ մեր կրոնականությունը, ոչ էլ այն լավագույնը, որ կարող ենք անել, այլ Հիսուսի արդարությունը, որը ստացվել է հավատքով, քանի որ խաչի վրա Հիսուսը կրել է մեր մեղքերը։ Նա մեղք դարձավ մեր մեղավորությամբ, որպեսզի ի պատասխան հավատքի և ոչ մի այլ կերպ մենք կարողանանք արդարանալ, արդար համարվել նրա արդարությամբ։ Սա ամենագեղեցիկ պատկերներից մեկն է։ Եվ մարգարեն ասում է. Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով։ Ես ասում եմ մարդկանց, եթե դուք երբեք չեք խանդավառվել, ես կասկածում եմ, երբևէ կրել եք փրկության հագուստը կամ արդարության պատմուճանը։ Որոշ մարդիկ ծիծաղում են մեզ վրա, քանի որ մենք ոգևորվում ենք մեր կրոնով։ Ասում եմ, ես տրամաբանության պրոֆեսոր էի։ Միակ տրամաբանական բանը, որ կարելի է անել, խանդավառվելն է, այլ տրամաբանական պատասխան չկա։ Ահա դու հագած քո կեղտոտ արդարության հանդերձները և Տերն ասում է. հանիր դրանք և ես քեզ կծածկեմ իմ արդարության հանդերձով, և դու կարող ես առանց ամաչելու, առանց երկմտանքի գալ իմ առջև, իմանալով, որ ծածկված ես իմ արդարությամբ։ Եթե դուք չեք ոգևորվում դրանով, ուրեմն երբեք իսկապես չեք հավատացել դրան, ապա դա է իրականությունը։ Ես մեծացել եմ Բրիտանիայի անգլիկան եկեղեցում և շնորհակալ եմ Աստծուն շատ լավ բաների համար, որոնք ստացել եմ անգլիկան եկեղեցում, բայց ես այնտեղ երբեք չհանդիպեցի Տիրոջը։ Ես վստահ եմ, որ նա այնտեղ էր, բայց ես երբեք չեմ հանդիպել նրան։ Որպես մանուկ և դեռահաս, գիտեք, դեռահասները հակված են բավականին քննադատական վերաբերմունքի։ Ես գնահատում էի գեղեցիկ խոսքերը, դրանք իսկապես գեղեցիկ խոսքեր են։ Բայց երբ նայեցի մարդկանց, ես ինքս ինձ ասացի, հետաքրքիր է, նրանք իսկապես հավատում են իրենց ասածներին։ Ես ունեի այս փոքրիկ մտավոր պատկերը։ Ես պատկերացրի, թե այս արժանապատիվ տիկնանցից մեկը ինչպես է ծառայության ավարտին դուրս գալիս եկեղեցուց և գցում իր գեղեցիկ ժանյակավոր թաշկինակը։ Ես պատկերացրի ինձ, որ վազում եմ նրա հետևից վերցնելով թաշկինակը և ասելով. «Տիկին, ահա այն թաշկինակը, որը գցեցիք»։ Եվ ինչ-որ կերպ ես մտածեցի, որ նա ավելի շատ կոգևորվի իր թաշկինակը հետ ստանալուց, քան այն բոլոր հրաշալի բաներից, որոնք նա ասում էր Աստծու մասին ծառայության ընթացքում։ Եթե դուք կարող եք ոգևորվել ժանյակավոր թաշկինակով, միթե խելամիտ չի լինի ոգևորվել Քրիստոսի արդարության ամբողջական զգեստավորմամբ։ Ամեն անգամ, երբ ես հասնում եմ այս ճշմարտությանը Սուրբ գրքում, ես հուզվում եմ և ես հիմնականում զգացմունքային մարդ չեմ։ Դուք իսկապես երբեք լիովին չեք գնահատում այն, ինչ Աստված ասում է ձեզ։ Ես չեմ պատկերացնում, թե դուք ինչպես չեք հուզվում այդ փաստից։ Այնտեղ դու լաթի մեջ եք, կեղտոտ, պարզապես անհրապույր։ Եվ դուք հրավիրված եք այս հարսանեկան խնջույքին և այնտեղ բոլոր մարդիկ գեղեցիկ հագուստով են։ Դուք մտածում եք, ես կցանկանայի մտնել այնտեղ, բայց ես այնքան աչքի ընկնող կերպարանք ունեմ, և երբ դուք հասնում եք դռանը, ծառան ասում է. հանիր այդ ամենը, մենք քեզ համար թիկնոց ունենք, և դու կարող ես ներս մտնել ու չամաչել։ Տեսեք, երբ մենք բոլորս կրում ենք Քրիստոսի արդարությունը, մեզանից ոչ ոք չի կարող իրեն գերազանց զգալ մյուսից։ Եթե կարծում եք, որ գերազանցում եք մյուս քրիստոնյաներին, ես չեմ կարծում, որ դուք արդարության զգեստ եք կրում։ Եվ այսպես, վերջին դասը, շատերն են հրավիրված, բայց քչերն են ընտրված։
Քչերն են համապատասխանում պայմաններին։ Now, you might be sitting here this evening and saying, well, Հիմա դուք կարող եք այս երեկո նստած լինել այստեղ եւ ասել. «Դե, պարոն Պրինց, ես չեմ կարծում, որ երբևէ լսել եմ փրկության այս հանդերձանքի եւ արդարության այս պատմուճանի մասին։ I don't, Ես իսկապես չգիտեմ, թե ինչ անել, բայց այն հիանալի է հնչում։ sounds wonderful. Ես ուզում եմ ձեզ շատ կարճ ասել, թե ինչ պետք է անեք։ You have to have a Դուք պետք է անձնական գործարք կնքեք Հիսուս Քրիստոսի հետ։ there's no Այլ ճանապարհ չկա։ you can be leading a good Դուք life. կարող եք լավ կյանք վարել, ոչ մեկին ոչ մի վնաս չպատճառել, վճարել ձեր հաշիվները, նույնիսկ գնալ եկեղեցի, բայց դա չի կարող փոխարինել սրան։ The Bible Աստվածաշունչն ասում է Հովանեսի ավետարանում. նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Բավական չէ միայն նրան հավատալը, բավական չէ կրկնել դավանանքը կամ ասել տերունական աղոթքը։ Այդ ամենը լավ է, բայց բավարար չէ։ you have to receive, Դուք պետք է անձամբ ընդունեք Հիսուսին որպես ձեր փրկիչ եւ դա կփոխի ձեզ, and that will change you. կվերափոխի That ձեզ։ will transform you. Receiving Jesus. Դուք պետք է ընդունեք Հիսուսին։ Scripture says you'll be born of Աստվածաշունչն ասում է, որ դուք Աստծուց կծնվեք, a new նոր ծնունդ կունենաք, նոր կյանք կգա ձեր մեջ։ become a new kind of person. Դուք կդառնաք նոր տեսակի մարդ։ The last days of July. Դա ինձ հետ պատահեց 1941 թվականի հուլիսի վերջին օրերին բանակի զորանոցում։ Ես ոչինչ չգիտեի վերստին ծնունդի մասին, բայց երբ դա տեղի ունեցավ, ես փոխվեցի։ My fellow soldiers said Իմ զինակից ընկերներն ասացին, որ ես կրոնավոր եմ դարձել, բայց դա ճիշտ չէր։ Ես փրկվեցի, ահա թե ինչ պատահեց։ Ես նորից ծնվեցի։ and that's nearly Եվ դա գրեթե 50 տարի առաջ էր, եւ ես ուզում եմ ձեզ ասել, որ դա հարատև է։ furthermore it Ավելին այն դառնում է ավելի ու ավելի լավ, դրա մեջ հին ոչինչ չկա։ another scripture Սուրբ գրային մեկ այլ կարևոր պահանջ, եթե ցանկանում եք փրկվել, պետք է ձեր սրտում հավատաք, որ Աստված հարություն է տվել Հիսուսին մեռելներից, եւ դուք պետք է ձեր բերանով խոստովանեք Հիսուսին որպես Տեր։ Շատ եկեղեցի այցելողներ հավատում են իրենց սրտերում, բայց դա բավարար չէ։ enough. With the heart man believes to righteousness. Մարդը սրտով հավատում է արդարության համար, բայց բերանով խոստովանում է փրկության համար։ You're not saved until Դու փրկված չես, մինչև հրապարակայնորեն չես խոստովանել, որ կյանքդ Հիսուսին ես նվիրել։ some here tonight. Այս երեկո այստեղ կան ոմանք, ովքեր երբեք դա չեն արել։ You've believed in your heart. Դուք հավատացել եք ձեր սրտում, բայց երբեք չեք ունեցել քաջություն կամ երբեք կոչ չեք ստացել, որ պետք է հրապարակավ խոստովանել ձեր հավատքն առ Հիսուս։ To give you an opportunity. Մենք պատրաստվում ենք ձեզ հնարավորություն տալ դա անել այստեղ այսօր երեկոյան։ Մինչ այս հանդիպման ավարտը, այնպես որ պատրաստ եղեք անելու այն, երբ ժամանակը գա։ Այժմ ես ուզում եմ անցնել երրորդ առակին, որը Ղուկասի 14-րդ գլխում է։ And this is a supper. Եվ սա ընթրիք է, This is not a breakfast. սա նախաճաշ չէ։ And we're not speaking now about Մենք հիմա չենք խոսում դարաշրջանի սկզբի իրադարձությունների մասին, որոնք վերաբերում են հրեա ժողովրդին։ Ուշադիր լսեք ինձ։ talking about a Մենք խոսում ենք ընթրիքի օրվա վերջում մատուցվող ուտեստի մասին։ the age. And now the Jewish people are not Սա դարաշրջանի վերջն է եւ այժմ հրեա ժողովուրդը ուշադրության կենտրոնում չէ, քանի որ ավելի քան 19 դար արտոնություններ են առաջարկվել քրիստոնյաներին։ and we can look back over 19 centuries where Մենք we կարող ենք հետ նայել ավելի քան 19 դար, որտեղ մենք ունեինք Աստվածաշունչ, մենք ունեինք եկեղեցի, ավետարանը հռչակվեց։ many of us have grown up in Մեզանից շատերը մեծացել են քրիստոնեադավան մթնոլորտում, but you see we're in danger բայց տեսնում եք, մենք վտանգի տակ ենք նույն սխալը թույլ տալու, որը թույլ տվեց հրեա ժողովուրդը, ենթադրելով, that we have a relationship. որ մենք փոխհարաբերություններ ունենք Աստծո հետ մեր ունեցած արտոնությունների պատճառով։ Can you see how totally Տեսնում եք, թե ինչքանով են ամբողջությամբ փոխվել դերերը։ now Հիմա մենք այն մարդիկ ենք, ովքեր կարծում են, որ ամեն ինչ ունենք։ I remember Հիշում եմ եւ հուսով եմ, որ դա ոչ մեկին չի վիրավորի,
Հավանաբար 30 տարի առաջ իմ առաջին կինը, որը դանիացի էր, Danish and I were in Denmark. եւ մենք Դանիայում էինք Հանս Քրիստիան Անդերսոնի երկրում, In the very city, հենց այն քաղաքում, որտեղ նա ծնվել էր։ preaching in a little Pentecost. Ես քարոզում էի 50-ական փոքրիկ եկեղեցում։ In the church, there was a dear. Եկեղեցում կար մի սիրելի տարեցկին, որը այրի էր, հիվանդ էր, She was poor. աղքատ էր, շատ գումար չուներ։ And I remember in a Ես հիշում եմ խոսակցությունը, նա դանիերեն ասաց. we Մենք ամեն ինչ ունենք։ we've got it all. Ես նայեցի նրան եւ մտածեցի ինքս ինձ. And I thought to myself, dear, Նա Lord, if that's քաղցր մարդ է։ it's not much. Now she was a sweet person. Բայց իր ժողովում նրան սովորեցրել էին, որ 50-ականներն ամեն ինչ ունեն։ Have it all. Brothers and sisters, Եղբայրներ none of եւ us քույրեր, has more than we have. մեզանից ոչ ոք չունի ավելին, I've met a lot of Christians who said, I քան got it all. այն, ինչ իրականում ունի։ I got it all when I was born again. Ես հանդիպել եմ շատ քրիստոնյաների, ովքեր ասել են, որ ես ամեն ինչ ունեմ։ Ես այդ ամենը ստացա, երբ վերստին ծնվեցի։ Եթե այդպես է, ապա դուք տարբերվում եք առաքյալներից, If you got it all, քանի որ նրանք կարիք ունեին փնտրել Աստծուն։ just Բայց ես ասում եմ այդ մարդկանց, եթե դուք ունեք այդ ամենը, որտեղ է այդ ամենը, եկեք տեսնենք։ not in word, but in Մի պատմեք մեզ այդ մասին, ցույց տվեք այն։ let's read this. Թագավորությունը խոսքով չէ, այլ զորությամբ։